Շնորհակալ եմ շատ, ես երկու նախարարներին էլ հարցեր ունեմ, տիկին նախարար, ձեզնից կուզենայի նախ իմանալ, ինչ փուլում են խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու քննարկումները, արդյոք կա երկիր, որը ընդդիմանում է համաձայնությանը եւ եթե չկա, երբ կտրամադրվի գումարը, պարոն Միրզյան, ձեզ միանգամից հարցս ուղղեմ, Ադրբեջանը չի նահանջում թե Մինսկի խումբը լուծարելու, թե Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջներից նախքան պայմանագրի ստորագրումը, ձեր վերջին բանակցություններից, եթե հնարավոր է մի փոքր այսպես փակագծեր բացեք, արդյոք ստորագրման հեռանկարը կարելի է փակված համարել, քանի դեռ Հայաստանը օրինակ չի լուծարել Մինսկի խումբը եւ մայր օրենքում փոփոխություն չի կատարել, շնորհակալ եմ։ Thank you very much for your question. I believe you are speaking about the European Peace Facility. I can speak in the name of my country, Slovenia, and Slovenia supported the latest proposal for an Առաջարկը Եվրոպական Facility Fund-ի աջակցության նախաձեռնությունը մենք սատարել ենք, որպեսզի հզինված ուժերին սատարենք, պետք է միաձայն մոտեցում լինի, բայց ինչ վերաբերում է Սլովենիային, շատ հստակ եւ ուժեղ աջակցություն ենք մենք ցուցաբերել։ The 10 million project was for last year. This year the amount is a bit higher, I mean double. Եվ քննարկումները, ինչպես տիկին նախարարը ասաց, շարունակվում են։ Հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի։ Ինչ վերաբերում է ինձ ուղղված ձեր հարցին, ըստ էության եւ Ադրբեջանի եւ մեր կողմի եւ հայաստանյան կողմի դիրքորոշումները երկու հարցի վերաբերյալ էլ հայտնի են։ Իհարկե մենք փորձեցինք Նախարար Բայրամովի հետ Անտալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել, ինչպես եւ նախկինում մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտը ազդարարելու, դեպքում ինչպիսին է կամ որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք իհարկե կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ օրինակ, հետեւաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա եւ հակառակը կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում։ Այդ պատճառով մենք կողմ ենք եւ բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին, մենք ուղղակի կարծում ենք, որ մենք այդ գործընթացները կարող ենք փաստաթղթեր առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք, մեկը խաղաղության համաձայնագիրը եւ մյուսը միահամատեղ դիմումը ԵԱՀԿ-ին տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստականության կամ նախաձեռնության մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, գիտեք, այս մասին էլ շատ երկար խոսել ենք։ Նախ, բայց քանի որ հարցնում եք, մեկ անգամ էլ կասեմ, նախ պետք է հասկանանք, որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները։ Եթե սա ուղղակի գործիք է, խոսույթ է, որը օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու եւ այդ ստորագրված խաղաղությունը չունենալու, սա մի իրավիճակ է։ Եթե անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է։ Եվ այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին եւ ասել այն մոտավորապես ինչ որ ես հիմա ասում եմ, մեր համանadությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք դա ունենք ոչ միայն հիմք ասել ոչ միայն կարդալով, այլև նաև օրինակ նայելով թե ինչպիսի դիրքորոշում ունի աշխարհում միակ իրավասու այդ իրավունքով օժտված իրավական առումով մարմինը մեր սահմանադրական դատարանը։ Եվ մենք հիշում ենք անցած սեպտեմբերին, երբ որ մի համանման փաստաթուղթ էր քննարկում եզրակացություն էր տալիս սահմանադրական դատարանը, դա երկու սահմանային հանձնաժողովների միջև կանոնակարգներ, այնտեղ կար չէ հղում Ալմաթայի հռչակագրին, դա որպես դիտվում էր բազա դելիմիտացիայի համար, սա նշանակում է
եթե շատ կարճ եւ ասենք անկյունները հարթած ասեմ, 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմաններ, հա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ ահա եթե Սահմանադրական դատարանը այս փաստաթուղթը քննարկելիս եկավ եզրակացության, որ այս դրույթը սահմանադրական է, այսինքն Հայաստանը չունի հավակնություններ այդ 91 թվականի սահմաններից այն կողմ, ապա հարցը փակված է, ստացվում է, որ մեր սահմանադրությունը չունի այդպիսի պահանջ, եւ մենք ելնելով սրանից կարող ենք հիմք ունենալ, իհարկե դատական իշխանությունների անկախությանը երբեք չենք կարող միջամտել կամ կանխավարկած հայտնել, բայց ելնելով նրանից, որ արդեն մի անգամ այս հարցով դրական եզրակացություն են տվել, մենք կարծում ենք, որ ստորագրումից հետո, իսկ մենք պարտավոր ենք ստորագրումից հետո վավերացման գործընթացում նորից դիմել Սահմանադրական դատարանին, մենք կարծում ենք, ահա ելնելով նախորդ փորձից, որ Սահմանադրական դատարանը կրկին դրական եզրակացություն կտա, չեմ կարծում, թե կարծիքը դիրքորոշումը նույն հարցում, նույն սահմանների վերաբերյալ Սահմանադրական դատարանը փոխի։ Իսկ սա նշանակում է, որ չկա մեր սահմանադրությունում տարածքային պահանջ։ Նաև գիտեք, որ մենք ունենք նույն մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ, բայց նաև մենք կարծում ենք, որ ահա այս համաձայնագիրը ինչպես մեր դեպքում հարցը կարող է փակել, այնպես էլ իրենց դեպքում։ Այսինքն մենք պիտի ելնենք նրանից, որ եթե մտահոգությունները անկեղծ են, ապա համաձայնագիրը ստորագրելը բոլոր մտահոգությունները փարատելու ամենակարճ, ամենաարագ եւ ամենաարդյունավետ միջոցն է։ Նաև իմիջիալոց, այսի չեմ ուզում բաց մնա որևէ այս հարցում, գիտենք, որ մենք 2018 թվականից սկսած խոսել ենք մեր երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, հանձնաժողով է ձևավորվել, որը կարծեմ մյուս տարի մանդատը ավարտվում է եւ արդեն պիտի հանրության դատին ինչ-որ սահմանադրական փոփոխությունների առաջարկ տա, բայց ես չեմ ուզում այս ամբողջը խառնել իրար, մենք այդտեղ պիտի մեր ներքին իրավակարգավորումները գուցե փոխենք կամ չէ, այսինքն պիտի մտածենք այդ հարցի շուրջ եւ հնդածս կարող ենք նաեւ անդրադառնալ նախաբանին ամեն դեպքում սահմանադրությունների փաստաթուղթը, որը ներքին ուղղվածություն ունի, ներքին նշանակություն ունի, կարող ենք հասկանալ, որ այսինքն դա նաև պետության դեմքն է եւ ինչ-որ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ուղերձներ կարող է պարունակել։ Այսինքն մենք ունենք մեր գործընթացը սահմանադրական փոփոխությունների, բայց դա այն պատճառով չի, որ մենք համարում ենք Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր։